Տիկնիկից բերել եմ պիկնիկի, ասել եմ, որ իրա ծաղկե փունջը էսի է, բայց դու վերջում կտենաս, որն է իրա ծաղկե փունջը։ Աշխարհի ամենաչպարզված հարցը էսի է, ինչ է մտածում կինը։ Մի օր գիտնականները նստում են, մտածում են, գրում, ջնջում են, վերջապես խոսկնում են, ինչ է մտածում կինը։ Մինչև գրում են, վերջի պահին կինը միտքը փոխում է։ Ես չգիտեմ ուրիշ կնալիք ինչ են ուզում, բայց որի մորոքսի կսանքի խորոված է սիրում, էդի հաստատ է։ Էսի շշեմ մի հատ շշող դեպք պատմեմ, էլաս դեպք է։ Մի օր պապին ֆռմա տատին ասում է. Վայ իմ անուշ, իմ քենքուշ, արի մոտս իմ անգի, սիրում եմ քեզ թանկագին։ Թորները գալում են, ասում են, խա պապի ջան, խոսքնում ենք, որ տոտինը տեն շատ ես սիրում, բայց ընչ ես տես ճոխ բարերով, ո՞նց է լավ։ Թորներին կոնչվում է մոտիկ, ասում աղջ Հիսուս, անունն է մորցե։ Ասել են, թե կնոջը պետք է լսել, բայց մեկ-մեկ, բայց թե այդ մեկ-մեկը երբ է, էդի ոչ մեկ չգիտի։ Տիկնիկիս համեստ պիկնիկը, համեստ ծաղկե փնջով, արի։ Ճիշտ է, ինքը խորովածներից նախընտրում է սնկի խորովածը, բայց այդ որ մի աղջի գնա սուշիի հանդեպ անտարբեր, հա։ Ասում էի, չէ, վերջում կտենակ իշ ծաղկե փունջա։